Ես առաջարկում եւ խնդրում եմ ներկայացնեմ հարգիններ ամենօրին շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այսօր առաջին նստաշրջանի երրորդ հերթական նիստն ունենք 8 հարց, ովքեր են դեմ։ Դեմ մարդ չկա, երկրորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 25 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հավաքումը հաստատելու մասին։ Զեկուցող հաշվառման եւ հավաքագրման բաժնետը Ռուզաննա Տեմուրյան։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարողականի հավաքումը եկամտային մասով։ Ողի կատարել են Արեգանի նկատմամբ գույքահար շենքշինությունները 5.7%, անշարժ գույքի հարկ 8.6%, գույքահար փոխադրամիջոցների 22.4%, տեղական դուրքերը 79.7%, դոտացիան 25%, գույքի վարձակալությունից մուտքեր 23.3%, տեղական վճարներ 29%, սուբվենցիաները 32.6%, ընդհանուրով 26%, սեփական եկամուտների մասով եռամսյակի նկատմամբ կատարել են 143.5%, տարեկանի նկատմամբ 21.5%, ծախսային մասով կատարել են, ես ընդհանուր ասեմ, տարեկանի նկատմամբ 12%։ Շնորհակալ եմ Տեմուրյան։ Տիկին Տեմուրյանին հարցեր կա, եռամսյակի մասով բյուջեի կատարողականը 148%, Ժանատականը թողնում եմ ձեզ, էնել այս գումար կտրվալ մարտ ամիսներին, որ մեր ազգաբնական մեր գյուղացիների համար շատ ծանր ամիսներ են։ Հարցեր կան Տիկին Ռուզաննային, չկա, դեմ, չկա։ Երրորդ հարց, դրամաշնորհ հատկացնելու մասին։ Զեկուցող կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Աբդալյան, ընտրեմ։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 42-րդ կետով ինքնընդունելով Գրիգորետով և Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց փոխարինի տնօրենի 2025 թվականի ապրիլի 17-ի դիմումը հարված ինժեներական լաբորատորիա կառուցման նպատակով Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 3 միլիոն դրամ։ Հարգելի գործընկերներ, բոլորը ձեր իսկ որոշմամբ մենք 3 միլիոններ տվել ենք Արտիմետ գյուղին, Խորոմ գյուղին և Ապագա գյուղին և գումար չենք հատկացրել Մեծամուր գյուղի արմատին, որը արդեն գործում է, բացվել է, և սա մեր համայնքի 6-րդ արմատի նախաձեռնությունն է, 6-րդ դպրոցի արմատի նախաձեռնությունն է, որի համար իմ կարծիքով արժե գումար հատկացնել, որ վաղվա մեր սերունդը ավելի գիտակից և ավելի գերագետ զարգանա և կրթվի։ Դեմ մարդ կա, չկա, շնորհակալ եմ։ Չորրորդ հարց, Արաքս համայնքի դպրոցների շրջանավարտներին և իրենց դասատուներին դրամական աջակցություն տրամադրելու մասին։ Զեկուցող կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Աբդալյան, ընտրեմ։ Արաքս համայնքի դպրոցների թվով 196 շրջանավարտների և իրենց 13 դասատուներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 2.5 դրամ։ 13 դպրոցում ունենք 13 դասարան, ոչ մի տեղ չունենք ԱԵՊ, յուրաքանչյուր դպրոցում ունի 1 դասարան, ընդհանուր թիվը շրջանավարտների 196 և դասղեկներ 10,000 դրամական նախատեսում են յուրաքանչյուր շրջանավարտի, 20,000 դրամ դասղեկներ։ Դեմ չկա։ 5-րդ հարց, գումար հատկացնելու մասին։ Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Աբդալյան, ընտրեմ։
Արաքս համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում, վարչական շրջաններում, մանկապարտեզների բացակայության դեպքում նախակրթարներում հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվա արդիվ միջոցառումների կազմակերպման նպատակով Աստղանահատության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի աշխատված բյուջեից հատկացնել 950,000 դրամ։ Խոսքը վերաբերում է երեխաների պաշտպանության օրվան, 13 բնակավայրերում ունենք 12 մանկապարտեզ, միայն Ակնաշենում ունենք առայժմ մանկապարտեզ, Ակնաշենում կլինի դպրոցի տաղում նախակրթարանի երեխաների մասնակցությամբ, մնացած տեղերում մանկապարտեզներում ամեն տարվա պես նույն հերոսներ շոու ծրագիր կնշեն հունիսի 1-ին։ Ընդհանուր 950,000 դրամ 13 բնակավայրերի համար։ Դեմ չկա։ 6-րդ հարց. Գումար հատկացնելու մասին զեկուցող ֆինանսատնտեսական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնետը Ռուզաննա Թեմուրյան, խնդրեմ Տիկին Թեմուրյան։ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համար բազմաֆունկցիոնալ տպիկ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 2025 թվականի բյուջեի համայնքապետարանի ծրագրի 5122 հոդվածից հատկացնել 420,000 դրամ։ Քարտուղարությունը 2 հատ, 1 հատն են իրավաբանական բաժնի համար։ Դեմ չկա։ 7-րդ հարց. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղում գտնվող 0.11 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։ Զեկուցող քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կեշիշ-Ղուկասյան։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղում գտնվող 1140 նշանակության այլ հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։ Ատոմ Մոնիկի Վարդանյանի սեփականության իրավունքով պատկանող 1140 մետր հողամասի նպատակային նշանակությունը գյուղ նշանակության այլ հողատես։ Նրա նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասերի միջև 100,000 քմ ծավալով ձկնորսական լճեր կառուցելու մասին։ Փոփոխված հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում։ Դեմ չկա։ 8-րդ հարց. Հողամասի սուբյեկտի փոփոխության մասին զեկուցող քաղաքաշինության և հողաշինության գլխավոր մասնագետ Անահիտ Կեշիշ-Ղուկասյան։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրափի գյուղի 0408600011 կադաստրային ծածկագրով հողամասը, որը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն, ճանաչել պետական սեփականության սույն որոշումից բխող իրավունքներ ենթակա են գրաֆման Հայաստանի կադաստրի կոմիտեի կողմից։ Քանի կարապսի 300 մոտ 300 քառակուսի մետր դպրոցի տեղակայման հետ կապված խնդիր առաջացել նորից, որ կադաստրով 300 քառակուսի մետր եւ 324-ը ճիշտ ասած, այդքան քառակուսի մետր հողատարածք ինչ-ինչ բանով գնացել է քաղաքացու սեփականություն, որը բայց պետական սեփականություն է։ Դրա համար ուտավ հիշում եք, անցած անգամ մենք համաձայնություն տվեցինք դպրոցի շինարարությանը եւ դրանից առաջ նաեւ հողամասի հատկացում արեցինք հող դպրոցի համար։ Հիմա այս 300 քառակուսին նույնպես փոխվի պետական սեփականությամբ եւ դպրոցը սկսեն ճիշտ ասած սկսել են արդեն այդպես պարիսպա պատերն մա, բայց էսի որ տեղակապումը չկա, դրա համար չի սկսվում հիմնական գործողությունները։ Դեմ չկա։ Շնորհակալ եմ բոլորիցը, այսքան որ ավարտվեց մեր հարցերը։ Անդրադառնալ։